Դա ակնհայտորեն խոսում է արտաքին բաղադրիչի ուղղությամբ նրա մասին, որ Հայաստանի անվտանգությունը հանձնված էր ուրեմն Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը Հայաստանի շահերի դիմաց Ադրբեջանի հետ փաստացի այսպիսի արք եւ վաճառք է արել տարբեր շահերի եւ ակնհայտորեն երևում է, որ նույն Լավրովի պլանը, Կազանյան պլանի տրամաբանությամբ դա իրանց կողմից մղված տրամաբանություն էր եւ ես կարծում եմ սա մեկ անգամ եւ հստակ հայկական պետության իշխանությունը պետք է արձանագրի, որ Ռուսաստանը զինեց Ադրբեջանը 80-ից ավել տոկոսով նկատի ունեմ բանակը, գիտենք որ Թուրքիան եւ Իսրայելը նաեւ են մասնակցել, բայց Ռուսաստանը աննախադեպ զինեց Ադրբեջանը, պատրաստեց Կազանյան տրամաբանությունը փաստաթղթի եւ Լավրովի պլանը եւ ի վերջո 2020 թվականին բերեց նրան, որ փաստացի Լավրովի պլանը դարավ իրականություն 5 շրջանի Ադրբեջանին անցնելը եւ 2 շրջանի հետագա անցնելը 5+2 տրամաբանությունով միանգամից 20 թվին հարցը լուծեցին